Բարի երեկո։ Փակ TV-ի եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Ադրբեջանում Արնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են Բաքվի բանահյուսություն։ Սոցցանցերի ադրբեջանական հատվածում Մուսլիմ Մագոմաևի նվիրված ելույթների ներքո ադրբեջանցի երգչի բազմաթիվ երգերի երաժշտության հեղինակի Արնո Բաբաջանյանի անունը չի հիշատակվում։ Բաբաջանյանի որդին Արա Բաբաջանյանը Սպուտնիկ Արմենիային տված հարցազրույցում պատմել է, որ համացանցում Մուսլիմ Մագոմաևի Սատանայի անիվը երաժշտությունը Արնո Բաբաջանյանի երգի ներքո, որը կատարում է Հարևան Հանրապետությունից երգիչ, որպես տեքստի հեղինակ նշված է բանաստեղծ Ռոբերտ Ռաժդեստվենսկին, իսկ երաժշտության հեղինակ Բաքվի բանահյուսություն։ Իրավիճակը պարզաբանելու համար Արա Բաբաջանյանը Честно говоря, мне не хочется продолжать говорить. Понятно, да? Почему, значит, вдруг бакинский фольклор, потому что, композитор Бабаджанян и так далее. Это часто бывает, в том числе и когда проходят концерты муслима, да? Причем я к муслиму отношусь с огромным уважением, с любовью. Можно сказать, он у нас как член семьи был, когда вот он только начинал свою карьеру. Приходил к нам, значит, домой, часами мог сидеть за роялем. Արնո Բաբաջանյանը եւ Մուսլիմ Մագոմաևը խորհրդային էստրադայի լեգենդար ստեղծագործական դուետ էին, որոնք ստեղծեցին բազմաթիվ հիթեր։ Մեղեդի, Գեղեցկության թագուհի, Շնորհակալ եմ քեզ։ Այս երգերը դարձան խորհրդային էստրադայի անբաժանելի մասը։ 27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար։ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը։ Առաջարկվում է 27-ից 37 տարեկան քաղաքացիներին ազատել քրեական պատասխանատվությունից, եթե նրանք ինքնական վերադառնան Հայաստանի Հանրապետություն եւ ընտրեն տարբերակներից մեկը։ Առաջին տարբերակ ծառայել 24 ամիս, երկրորդը ծառայել 12 ամիս եւ վճարել 2.5 միլիոն դրամ պետբյուջեին, երրորդը ծառայել 6 ամիս եւ վճարել 5 միլիոն դրամ։ Չորրորդ տարբերակով ծառայել 1 ամիս եւ վճարել 10 միլիոն դրամ։ Հինգերորդ տարբերակ զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 միլիոն դրամ։ Նշել է իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը։ Նրա խոսքով ներկայումս բնակվում են արտերկրում եւ հետախուզման մեջ են գտնվում նախորդ օրենքի ընդունումից հետո 27 տարին լրացած ավելի քան 1200 քաղաքացիներ եւ նրանք Հայաստան չեն վերադառնում 2-ից 5 տարվա ազատազրկման դատապարտվելու ռիսկի պատճառով։ 2024 թվականի փետրվարից մինչեւ 2025 թվականի օգոստոսի 1-ը դրանից օգտվել է շուրջ 200 քաղաքացի, որոնք վճար են մուծել կամ ծառայել են զինված ուժերում, հաշվառվել են պահեստազորում, իսկ պետբյուջեը մուտքագրվել մոտ 2 միլիարդ դրամ կամ 5 միլիոն դոլար։ Նախագծի հեղինակ հպական Հայկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստան Դաշինքին կողմ քվեարկելու համար, սակայն տարակուսանք է հայտնել, թե ինչու մյուս ընդդիմադիր ուժը պատիվ ունեմը ձեռնպահ է քվեարկել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն անցկացրած ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցին։ Պուտինն ինձ ասաց, չեմ կարողանում հավատալ, որ դու լուծեցիր այդ հակամարտությունը։ Նա աշխատել էր դրա վրա ավելի քան 10 տարի, որովհետեւ դա նրա տարածքն էր, ասել է Դոնալդ Թրամփը հավելելով. Հայաստան եւ Ադրբեջան, նրանք կռվել են երկար տարիներ, եւ վերջապես ես երկու երկրներին հրավիրեցի իմ գրասենյակ։ Եվ երկու առաջնորդները ամեն ինչ սկսեցին նորից, ապա հայտնվեցին կողք կողքի։ Երբ մենք ավարտեցինք մեր զրույցը, նրանք արդեն գրկախառնվում էին միմյանց հետ, պատմել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը։ Թրամփի ելույթի հիմնական թեման սակայն եղել է Գրենլանդիան։ Նա հիմարություն է անվանել երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո կղզին Դանիային վերադարձնելու Միացյալ Նահանգների քայլը, հիշեցնելով, որ պատերազմի ժամանակ դանիական զորքերը չեն կարողացել պաշտպանել ոչ իրենց երկիրը, ոչ էլ Գրենլանդիան, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ ժամանակ այն վերցրել է իր պաշտպանության տակ։ Վերջին օրերին Հայաստանում կրկին նկատվում է WhatsApp հավելվածի հաշիվների զանգվածային գողություն, որի դեպքում հանցագործներին անհրաժեշտ չէ, որ դուք սեղմեք որևէ հղման կամ նրանց փոխանցեք SMS հաղորդագրության միջոցով ստացած կոդը։ Տեխնիկական լեզվով ասած, հանցագործները կարողանում են թիրախավորել բջջային ցանցերի պրոտոկոլը եւ որսալ միջազգային բջջային ընկերություններից ուղարկված SMS հաղորդագրություններ։ Ինչպես պաշտպանվել։ Միակ եւ ամենաարդյունավետ միջոցը երբփուլանի անվտանգության միացումն է։ Նույնիսկ եթե հանցագործներին հաջողվի մուտք գործել ձեր հաշիվ, նրանք չեն կարողանա օգտագործել այն առանց ձեր սահմանած PIN կոդի։ Ինչպես Բացեք WhatsApp-ը եւ գնացեք Settings բաժին։ Ընտրեք Account բաժինը, սեղմեք երբփուլանի անվտանգությունը, սեղմեք Միացնել եւ սահմանեք 6 նիշանոց PIN կոդ։ Ավելացրեք ձեր էլեկտրոնային հասցեն կոդը մոռանալու դեպքում վերականգնելու համար։ Եթե հանկարծ WhatsApp-ից SMS-ի միջոցով ստանում եք որևէ կոդ եւ ձեր հավելվածը հանկարծակի դուրս է գալիս հաշվից, անմիջապես փորձեք վերականգնել այն եւ տեղեկացրեք ձեր մտերիմներին, որ ձեր անունից կարող են կեղծ հաղորդագրություններ ուղարկվել։ SS7 պրոտոկոլը հայկական չէ եւ այստեղ խնդիրը մեր բջջային օպերատորների մեջ չէ։
Հայաստանն ու Թուրքիան պետք է բարի դրացիական հարաբերություններ պահպանեն։ Նման հայտարարություններ էր Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում։ Քաղաքականության մեջ շահեր չկան, բայց այդ շահերը պետք է կապված լինեն մեր երկրների տնտեսական զարգացման, մեր ժողովուրդների բարեկեցության, հարևանների հետ բարի դրացիական, խաղաղ եւ բարեկամական հարաբերությունների հետ։ Նույնը վերաբերում է նաեւ Թուրքիային։ Եթե մենք հատուկ փնտրենք խնդիրներ, մենք կգտնենք դրանք, բայց դա անհրաժեշտ չէ։ Մենք հարևան ունենք Թուրքիան եւ մենք պետք է նրա հետ հարևաններ լինենք, նշել է նախագահը։ Նախագահը ասել է, որ ապագայի հարցում լավատես լինելու հիմքեր կան։ Կա քաղաքական կամք ու որոշում խաղաղության, Թուրքիայի եւ Ադրբեջանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում, ինչպես նաեւ ներառել մեր ժողովուրդներին այս գործընթացում։ Սա ժամանակավոր խաղաղություն չէ, այլ հարատև։ Խաչատուրյանի խոսքով այս համատեքստում շատ կարևոր է տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունների բացումը։ Մենք պետք է բացենք սահմանները, ինչպես Իրանի, այնպես էլ Վրաստանի հետ։ Ես բերում եմ Հայաստանի օրինակը, կան տարբեր մոտեցումներ, տարբեր գնահատականներ այս բոլոր երկրներում տեղի ունեցող գործընթացների եւ իրադարձությունների վերաբերյալ։ Բայց ի վերջո կա նաեւ Հայաստանի շահը, որը համընկնում է խաղաղության, բարի դրացիական հարաբերությունների եւ փոխադարձ օգտակարության սկզբունքների հետ։ Ալիևն էլ իր հերթին հայտարարել է, որ այնինչ ստորագրվել է Վաշինգտոնում, այսօր վերածվում է գործնական արդյունքների։ Ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը լինելով անկախ պետություններ երբեք խաղաղության մեջ չեն ապրել։ Նշել է նա։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Բաքուն եւ Երևանը փակել են պատերազմի էջը։ Պատերազմի շարունակությունը կարող է շատ վատ հետևանքների հանգեցնել, ասել է նա։ Ալիևը նաեւ հայտնել է, որ Հայաստանը Ադրբեջանից թույլտվություն է խնդրել իր բեռները Ռուսաստան տարանցելու համար։ Մի օր Հայաստանից տարանցումը կապահովի անմիջապես Ադրբեջանի տարածքով եւ այդ օրը սարերի հետևում չէ։ Այսօր ադրբեջանահայկական եւ թուրք-հայկական մերձեցման գործընթացները զուգահեռ են ընթանում։ Անշուշտ այդ գործընթացները կավարտվեն միաժամանակ Թուրքիայի եւ Հայաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ։ Եզրափակել է Ալիևը։ Տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակումը կառաջացնի տնտեսական ու լոգիստիկ լայն հնարավորություններ։ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը զեկույց է հրապարակել։ Համաձայն որի Հարավային Կովկասի ամբողջ ապաշրջափակումը եւ մասնավորապես Կարս-Գյումրի երկաթուղու հնարավոր վերաբացումը, TRIP ծրագրի իրագործումը, ինչպես նաեւ Հայաստանի հարևանների հետ երկկողմ կապակցվածության հնարավոր նախաձեռնությունները կառաջացնեն տնտեսական ու լոգիստիկ լայն հնարավորություններ, շուկաների դիվերսիֆիկացում, տարածաշրջանային առևտրի ընդլայնում։ Ըստ զեկույցի սա կարող է համաչափ զարգացման հնարավորություններ ստեղծել Արևմուտքում, Հայաստան-Թուրքիա եւ Արևելքում Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջանների բնակչության համար սահմանի երկու կողմում։ Ասվում է, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կապուղիների վերականգնումը կընձեռնի տարածաշրջանում մարդկանց բեռների ու ծառայությունների ավելի արագ ու ծախսարդյունավետ շարժ իրականացնելու հնարավորություն, ինչը կմեծացնի տարածաշրջանի մրցունակությունը ու միջազգային գրավչությունը։ Հայտարարել են, թե տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքային առևտրային նոր նախաձեռնությունները 2026 թվականին շարունակաբար լինելու են տարածաշրջանում վնասակար շահեր հետապնդող տարբեր դերակատարների թիրախում, որը կարող է արտացոլվել թե ֆիզիկական սահմանափակումներով, թե տեղեկատվական ազդեցության օպերացիաներով եւ թե վնասարար այլ գործողությունների դրսեւորումներով։ Եվ վերջում օրվա տեսանյութ՝ Խոսրովի անտառը, ձմռանը։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։